Քրիստոնեական սկզբունքների համաձայն կան նշաններ, որոնք պետք է հետևել, երբ մեր զգացմունքները կիսում ենք ինչ-որ մեկի հետ։ Երբևէ մտածել եք ձեր հարաբերությունների մասին։ Արդյոք հարցեր առաջացել են։ Նախ եւ առաջ խնդրում եմ ձեզ թողեք ձեր հավանումը եւ մեկնաբանությունը։ Փառք Աստծուն, եթե նրան ընդունել եք որպես ձեր միակ փրկիչ։ Սա կօգնի մեզ հասնել ավելի շատ մարդկանց, ովքեր պետք է լսեն Աստծո խոսքը։ Երբեմն Աստված որոշակի մարդկանց նկատմամբ անհավանության նշաններ է ուղարկում, որովհետև այդ հարաբերությունները կարող են կախվածություն, տառապանք, շատ արդյունքներ եւ վիշտ բերել, սասանել մեր հավատքը եւ մեզ դարձնել այնպիսին, ինչպիսին իրականում չենք։ Այս տեսանյութում ես ձեզ հետ կկիսվեմ 5 նշաններով, որոնք հուշում են, որ Աստված չի ցանկանում տեսնել այդ մարդուն ձեր կյանքում, քանի որ Աստված անընդհատ մեզ նշաններ է ուղարկում։ Դա մեզ հետ խոսելու իր միջոցն է։ Ահա թե ինչու է այդքան կարևոր մտերմություն ունենալ Աստծո հետ, քանզի որքան ավելի մտերիմ են մեր հարաբերությունները նրա հետ, այնքան ավելի շատ է նա մեզ բացահայտվելու։ Ինչպես տեղի է ունենում ցանկացած մտերիմ հարաբերություններում, որքան շատ ենք նրան թույլ տալիս մեր էության մեջ, որքան ավելի շատ ենք վստահում նրան, այնքան ավելի շատ է նա բացահայտվելու մեզ։ Եվ նա նշաններ է ուղարկելու, դա անկասկած է։ Այդ իսկ պատճառով ասում եմ ձեզ, Աստված տեսնում է ձեր սիրտը, իմաստ չունի նրանից որևէ բան թաքցնել, ոչ մի զգացմունք, արդյունք կամ հարաբերություն, քանի որ նա տեսնում է ամեն ինչ, բայց Աստված շատ բարի, սիրող եւ նախ եւ առաջ հարգող Աստված է։ Նա հարգում է մեր կամքը։ Ուստի, եթե դուք բաց եք նրա նշանների համար, եթե ցանկանում եք տեսնել եւ խնդրում եք նրան, նա կուղարկի։ Դուք պետք է պատրաստ լինեք տեսնելու։ Սակայն եղբայրիմ, քույրիմ, իմացիր, որ Աստված Աստված է, ով չի հեռանում մեզանից։ Երբ նա տեսնի, որ դուք չեք անսում Սուրբ Հոգու կրակին, նա կուղարկի։ Սա այն ժամանակը կլինի, երբ նա կցանկանա, որ դուք դաստաղ եք։ Այո, տառապանքի միջոցով։ Երբեմն մենք անցնում ենք տառապանքների միջոցով, որոնք Աստված թույլ է տալիս, բայց նա գիտի, թե որքան ենք մենք կարող համբերել, որպեսզի կարողանանք դառնալ դեպի նա եւ տեսնել այն նշանները, որոնք նա անընդհատ ուղարկում է։ Երբեմն նա տալիս է մեզ նշաններ, որպեսզի իմանանք, թե ինչ է նա ուզում մեզ համար։ Սերը երբեմն կարող է խաբուսիկ լինել։ Սիրային կյանքը մի դաշտ է, որտեղ թշնամին ամեն ջանք գործադրում է մեզ հարձակման ենթարկելու համար։ Նկատել եք, որ երբեմն հարաբերությունների մեջ մտնելիս մենք այնքան ենք կուրացած մակերեսային սիրով, որ չենք տեսնում մեր կողքին գտնվող մարդու իրական բնույթը։ Այդ իսկ պատճառով ես ամբողջ սրտով հորդորում եմ ձեզ ուշադիր լինել այսօրվա պատգամի նկատմամբ։ Մեզանից շատերը հոգեկան տառապանքներ եւ դժվարություններ են ապրում միայն այն պատճառով, որ ի վիճակի չեն ճանաչել Աստծո նշանները իրենց կյանքում։ Եթե ձեզ հետաքրքրում է նման թեման, խնդրում եմ բաժանորդագրվեք մեր ալիքին, հավանեք տեսանյութը օգնելու մեզ։ Առանց ձեր օգնության մենք չենք կարողանա Աստծո խոսքը առաջ տանել։ Մենք Քրիստոսի պատերազմի բանակն ենք։ Մեկնաբանություններում գրեք «Ես Քրիստոսի բանակն եմ» Աստծո հանդեպ ձեր նվիրվածությունը հաստատելու համար։ Առաջին նշանը, որ Աստված ուղարկում է մեզ, այն է, երբ հարաբերությունները կառուցված չեն ճշմարիտ սիրո վրա։ Երբեմն մենք ինչ-որ մեկի հետ ենք լինում ցանկացած այլ պատճառով, բացի ճշմարիտ սիրուց։ Սա նշան է, որ Աստված չի հավանություն տալիս այդպիսի հարաբերություններին։ Աստված սեր է եւ նա մղում է մեզ սիրելու միմյանց իսկապես, այլ ոչ թե այն բանի համար, թե ով է մարդը կամ ինչ ունի նյութական առումով։ Մարկոսի 12:31 համարում ասվում է, որ կարևոր է սիրել մերձավորին ինչպես ինքներս մեզ, եւ այս պատվիրանից ավելի մեծ ոչինչ չկա։ Այս պնդումը կատարվել է հենց իր Հիսուսի կողմից։ Ուստի երբ դուք սիրում եք ինչ-որ մեկին, բայց հավատարիմ չեք նրան կամ նա հավատարիմ չէ ձեզ, այդպիսի հարաբերություններն Աստծո կողմից հավանության չեն արժանանում։ Կան հարաբերություններ, որտեղ մարդիկ իրենց զուգընկերներին ընտրում են անիմաստ պատճառներով, ինչպիսիք են գեղեցկությունը կամ փողի քանակը։ Այլ կերպ ասած, կան նույնիսկ մարդիկ, ովքեր զուգընկեր են ընտրում հիմնվելով իրենց ընկերների կարծիքի վրա։ Իմ եղբայրներ եւ քույրեր, իմացեք, որ սա Աստծո կողմից հավանության չի արժանանում, եւ եթե դուք ընտրել եք ձեր զուգընկերոջը այս չափանիշներով, իմացեք, որ դա ինքնին նշան է այն բանի, որ Աստված չի հավանում այդ հարաբերությունները։ Եվ եթե դուք որպես քրիստոնյա եւ Աստծուն հավատացող պատահաբար նման մտքեր եք ունեցել, իմացեք, որ դա թշնամու հարձակում է։ Նա անում է դա, որպեսզի ստիպի ձեզ անհնազանդ լինել Աստծո օրենքներին, իսկ որպես պարգև ձեզ տալիս է տառապանք, հիմնված միայն գեղեցկության, փողի, ունեցվածքի, շահերի վրա, որոնք ճշմարիտ քրիստոնյայի շահերը չեն։ Այդպիսի հարաբերությունները չեն կարող երկարատև լինել, որովհետև գեղեցկությունը մի օր վերջանում է, ոչ նպատակային օգտագործվող փողերը դառնում են տարաձայնությունների աղբյուր եւ անհետանում են։ Եղբայրիմ, քույրիմ, կարծում եք սերը կմնա։ Ոչ, սերն էլ կվերանա։ Այդ պատճառով թույլ մի տվեք նրան, դուռը մի բացեք նրա առջև, առավել եւս ձեր սրտի դուռը, քանի որ ձեր սիրտը, ինչպես եւ ձեր ամբողջ ուժը, նաեւ ձեր թուլությունն է։ Ինչպես գրված է Երեմիա մարգարեի գրքի 17-րդ գլխի 9-րդ համարում.
Սիրտը ամեն բանից խորամանկ է եւ անուղելի, ով կճանաչի այն։ Իսկ Առակաց 4-րդ գլխի 23-րդ համարում ամենից առաջ հսկիր քո սիրտը, որովհետև դրանից են կյանքի ակունքները։ Մտորելով այս հատվածների մասին հասկացեք, թե որքան կարևոր է հսկել ձեր սիրտը։ Երկրորդ նշանը, որ հայրը կուղարկի ձեզ եւ որը նա ուզում է, որ դուք տեսնեք, այն է, երբ հարաբերությունները բացասաբար են ազդում Աստծո հետ ձեր հարաբերությունների վրա։ Սա շատ կարևոր է, որովհետև առանց Աստծո հարաբերություններն առաջին հերթին անվստահություն են բերում կամ նույնիսկ ստիպում են ձեզ կորցնել հավատքը։ Հակառակը դրանք ձեզ բերում են անվտանգության կեղծ զգացում, որը հարաբերությունների այս փուլում բնութագրվում է որպես կախվածություն։ Դուք հավատում եք, որ չեք կարող ապրել առանց այդ մարդու, եւ նույնիսկ եթե նա ձեզ հետ է պահում Աստծուց, ձեր միտքը բարենպաստ պատճառներ կգտնի, որպեսզի դուք մնաք նրա հետ։ Շատ կարևոր է հետևել, թե ուր են ձեզ տանում այդ մարդու հետ հարաբերությունները։ Եթե նրա հետ մտերմանալիս զգում եք, որ հեռանում եք Աստծուց եւ որ ավելի վատ է, եթե դա ձեզ հաճույք է պատճառում, ապա լսեք Սուրբ Հոգու ձայնը, որովհետեւ Աստված գոհ չէ այդպիսի հարաբերություններից։ Մենք ստեղծված ենք Աստծուն փառաբանելու համար, եւ նրա հետ մեր հարաբերությունները պետք է լինեն առաջին տեղում, բոլորից եւ ամեն ինչից վեր։ Եթե մենք քրիստոնյաներ ենք եւ հավատում ենք Հորը, երբ որևէ հարաբերություն մտնում է մեր կյանք եւ մեզ հեռացնում է Աստծո հետ զրույցից, զգացմունքներից, գործողություններից, դա անհանգստացնում է մեզ, եւ այդ անհարմարությունը երկնքից եկող հստակ նշան է։ Երրորդ նշանը, երբ այդ հարաբերություններում դուք զգում եք, որ ավելի լավին եք արժանի, դուք միշտ ունենալու եք զգացում, որ դուք արժանի եք ավելի լավի։ Դուք գիտեք, որ այդ հարաբերությունները սխալ են, բայց ուժ չունեք թողնելու դրանք։ Այս իրավիճակում նա հաճախ ցույց է տալիս մեզ այն, ինչ մենք կարող էինք ունենալ, որպեսզի դրդի մեզ հրաժարվելու այն բանից, ինչը նա մեզ համար չի ուզում։ Այլ կերպ ասած, երբեմն Աստված ցույց է տալիս ձեզ հարաբերություններ, որոնցով դուք կարող եք հիանալ, առողջ քրիստոնեական հարաբերություններ, որոնք ունի ուրիշ մեկը, որպեսզի հիշեցնի ձեզ, որ դա հնարավոր է ձեզ համար։ Եթե դուք լսեք նրա նշանները, ապա նայելով Աստծո կողմից օրհնված այլ հարաբերությունների, կցանկանաք ունենալ դրանք նույնպես։ Դուք պետք է հասկանաք, որ որպես Աստծո որդի եւ դուստր, դուք արժանի եք լավագույնին, անկախ նրանից, թե ինչ եք արել ձեր կյանքում, անկախ նրանից, թե ինչի միջով եք անցել։ Միակ բանը, որ կարող էր պատահել, այն է, որ ինչ-ինչ պատճառներով դուք արել եք մի բան, որը, ինչպես ձեզ է թվում, Աստծո սիրուն արժանի չէ։ Ապաշխարեք եւ վերադարձեք նրա մոտ, անկախ նրանից, թե ինչ են ձեզ ժամանակին ասել, անկախ ցանկացած խոսքից, որը ձեզ ցավ է պատճառել, դուք արժանի եք լավագույնին։ Մի հավատացեք ծաղրող ձայներին։ Ոչինչ աշխարհում չի կարող փոխել այն պատմությունը, որը Աստված գրել է ձեզ համար, ձեր կյանքի, ձեր հարաբերությունների համար։ Չորրորդ նշանը այն է, երբ մարդը ձեզ համար դառնում է Աստծուց ավելի կարևոր, հաջողության հասնելու գործում։ Ինչպես գրված է Ելից գրքի 20-րդ գլխի 3-րդ համարում, Աստվածաշունչն ասում է. Ինձանից առաջ ուրիշ աստվածներ չունենաս։ Յուրաքանչյուր ոք, ում դուք Աստծուց վեր եք տասում, կուռք է։ Շատերը կասեն, բայց ես Աստծուն սիրում եմ ավելի, քան որևէ մեկին, բայց ինչպես ասացի տեսանյութի սկզբում, մեր սիրտը եւ զգացմունքները խաբուսիկ են, եւ դրանց միջոցով թշնամին կարող է օգտագործել ձեզ տանելու ավելի ու ավելի հեռու Աստծո խոսքից, Աստծո գործերից, խաբուսիկ սիրուց։ Դուք կարող եք ունենալ հարաբերություններ, որոնց Աստված հավանություն չի տալիս, եւ դա ձեզ հեռացնում է Աստծո շնորհից։ Որտեղ եք դուք իսկապես Աստծուն տեղավորում ձեր կյանքում։ Ձեզ կարելի է ճանաչել այն զոհաբերություններով, որոնք դուք անում եք նրա համար։ Դուք սիրում եք ինչ-որ մեկին այն աստիճանի, որ կարող եք զոհաբերել նրա համար։ Եվ եթե դուք ծառայում եք Աստծուն, ապա երբեմն ստիպված կլինեք զոհաբերել ձեր հարաբերությունները Հոր համար։ Վառ օրինակ է, երբ հավատացյալը պետք է մասնակցի պատարագի եւ կարող է պատահել, որ նրա ընկերը կամ ընկերուհին հավանություն չտան դրան, կամ կարծեն, որ դա կարելի է թողնել հետոյի համար։ Ահա այստեղ է գալիս ձեր որոշումը։ Դուք պետք է ուշադրություն դարձնեք այդ հարաբերությունների մանրուքներին, որոնք ձեզ հեռացնում են ձեր նպատակից, ձեր որոշումից։ Որոշվում է, թե ում եք առաջին տեղը տալիս ձեր կյանքում, ձեր սրտում։ Եթե ընտրում եք Աստծուն, ապա ճիշտ ճանապարհին եք, որովհետև ամենայն հավանականությամբ Աստված ավելի լավ բան ունի ձեզ համար։ Բայց եթե ընտրում եք ձեր հարաբերությունները, այնպիսիները, որոնք չեն վեր բարձրացնում ձեզ, ապա հոգևոր աչքերում այդ մարդը դառնում է կուռք ձեր կյանքում։ Սա հակասում է Աստծո պատվիրանին։ Աստված երբեք չի պատվի այն հարաբերությունները, որոնք դուք դասել եք իրենից վեր, եւ շատ հավանական է, որ այդ հարաբերությունները եկել են միայն նրա համար, որպեսզի տառապանք եւ անեծք բերեն ձեր կյանք։ Եվ վերջին նշանը այն է, որ հարաբերությունները դառնում են թունավոր։
Ցանկացած թունավոր հարաբերություն չի կարող Աստծուց լինել։ Հակոբոսի առաջին գլխի 17-րդ համարում ասվում է, որ ամեն բարի պարգև եւ ամեն կատարյալ նվեր Աստծուց է։ Վիրավորական հարաբերությունները նկարագրված են Աստվածաշնչում, եւ դա նշանակում է, որ դրանք գոյություն ունեն շատ տարիներ։ Աստվածաշնչում կան հուզական բռնության օրինակներ։ Աբիգյան ամուսնացած էր դաժան ամուսնու Նաբաղի հետ, որին նրան ճանաչողները նկարագրում էին որպես կոպիտ, վիրավորական եւ չար։ Այս դեպքում դա թունավոր մարդ էր, բայց մենք ունենք նաև Դալիլայի օրինակը, թունավոր, փոփոխական, հավակնոտ կնոջ, որն օգտագործեց Սամսոնի սերը նրան գայթակղելու համար։ Ինչպես ասվում է դատավորաց 16-րդ գլխի 16-րդ համարում, Դալիլան աղաչում էր Սամսոնին, ամեն օր իր խոսքերով նեղում էր նրան ու հոգին խառնում։ Նա տխրեց մինչև մահ։ Սա ևս մեկ օրինակ է այն բանի, թե որքան թունավոր կարող են լինել տղամարդիկ եւ կանայք, ի վիճակի վնաս պատճառել իրենց զուգընկերներին։ Աստվածաշնչի համաձայն հուզական հալածողի գործողությունները մեղսալից են եւ հաճելի չեն Աստծուն։ Աստված մեծ սեր ունի մեր հանդեպ, անհնար է, որ Աստված թույլ տա ձեզ մնալ մի մարդու հետ, ով դաժան է վարվում ձեզ հետ։ Աստված հոգ է տանում մեր մասին եւ այն ամենի մասին, ինչ կապված է մեզ հետ։ Նա չի ուզում, որ մեզ որևէ վնաս հասցվի։ Սա վերաբերում է նաև մեր հոգեկան, հուզական առողջությանը։ Դուք պետք է զգոն լինեք այն նշանների հանդեպ, որոնք Աստված ուղարկում է մեզ։ Կարևոր է, որ դուք աղոթեք այդ նշանների հետ միասին, որպեսզի իմանաք Աստված իսկապես ինչ է ուզում ասել ձեզ։ Հիշեք, երբ դուք ձեր ծրագրերը հանձնում եք Աստծուն, նա միշտ ձեզ կուղղորդի դեպի ճիշտ ճանապարհը։ Այս տեսանյութի վերաբերյալ կարելի է ասել, որ Աստված մեզ հետ խոսում է նշաններով։ Եթե դրանք ձեզ անհասկանալի են, եթե դուք չեք տեսնում Աստծո նշանները ձեր հարաբերություններում, հանգիստ սրտով աղոթեք, եւ ես վստահ եմ դուք կլսեք նրան։ Շատ դեպքերում, երբ հարաբերությունները պետք է խորաթափանցություն իմանալու, թե որն է ճիշտ, որը ոչ։ Թշնամին մեր կյանքում գործում է միայն այն դեպքում, եթե մենք թույլ ենք տալիս նրան, եւ եթե թույլ ենք տալիս ինչ-որ մեկին մտնելու այնտեղ ու վերջ դնելու մեր հավատքին, հեռացնելու մեզ կյանքի մեր նպատակներից, վերջ դնելու մեր ինքնասիրությանը եւ ամենակարևորը հեռացնելու Աստծուց ու խանգարելու նրա հետ մեր հարաբերություններին։ Եվ երբ դուք դա հասկանաք, գուցե արդեն շատ ուշ լինի։ Մեր աստվածային քիթը պետք է սուր լինի, քանզի Աստված նշաններ է ուղարկելու, եւ եթե ձեզ համար դժվար է դրանք ինքնուրույն ճանաչելը, մի ամաչեք, խոստովանեք ձեր թուլությունը Աստծո առաջ։ Նա կհանի կապը ձեր աչքերից եւ ուշ կտա ձեզ թողնելու այդ հարաբերությունները, որոնք նա հավանություն չի տալիս։ Ես գիտեմ, թե որքան խաբուսիկ է մեր սիրտը։ Երբեմն մենք կապվում ենք ինչ-որ մեկի հետ, նույնիսկ ինքներս չհասկանալով ինչու։ Այնպիսի զգացմունքներ, ինչպիսիք են միայնությունը եւ կարիքը, ստիպում են մեզ մտածել, որ մենք չենք կարող բաց թողնել մարդուն մեր կյանքից։ Ցածր ինքնագնահատականը ստիպում է մեզ հավատալ, որ մենք երբեք չենք կարող գտնել մեկ ուրիշին, ով կլինի մեր կողքին։ Մենք մեր ներսում պահում ենք այնքան բաներ, որոնք գիտենք միայն մենք, եւ ես այստեղ չեմ ձեզ դատապարտելու համար։ Ես գիտեմ, որ դուք լսել եք շատ բաներ, որոնք ձեզ ցավ են պատճառել, եւ ես գիտեմ, որ դուք նույնպես ասել եք նման բաներ։ Ես գիտեմ, որ շատ վերքեր բաց էին եւ դեռ չեն լավացել։ Ես գիտեմ, որ երբեմն մենք մտածում ենք, որ նա, ով կփակի այդ վերքերը, հենց նա է, ով հիմա մեզ հետ է։ Բայց ես շատ կցանկանայի, որ դու հավատացյալ քրիստոնյա ունենաս սրտումդ այն համոզմունքը, որ Աստված գիտի այս ամենը, եւ նա թույլ չի տա, որ դու պարզապես անցնես դրա միջով։ Խնդրեք Աստծուն ձեր խոսքերի մեջ զգայունություն, եւ եթե Աստված ձեզ տա այս նշաններից որևէ մեկը, բաց թողեք դա, նույնիսկ եթե դա ցավոտ է, նույնիսկ եթե դա պատռում է ձեր հոգին, եւ անսացեք Սուրբ Հոգու ձայնին։ Սուրբ Հոգին ասում է ձեզ. Ես ավելի լավ բան ունեմ ձեր կյանքի համար։ Ես հուսով եմ, որ դուք տեսնում եք այս բոլոր նշանները, եւ որ դուք բավական ուժ կունենաք թույլ չտալու ոչ նչի եւ ոչ մեկի ձեզ բաժանելու Աստծո սիրուց, նրա ողորմությունից եւ հատկապես այն փառքից, որը նա պատրաստել է ձեր կյանքի համար։ Ամեն։ Եթե ձեզ դուր եկավ այս տեսանյութը, մի մոռացեք բաժանորդագրվել ալիքին, թողնել ձեր հավանումը եւ կիսվել ինչ-որ մեկի հետ։ Մենք առաքելություն ունենք Տիրոջ խոսքը հասցնելու ամբողջ աշխարհին եւ այսպիսով ձևավորելու իսկական վանակ, որը պաշտպանում է Աստվածային Սուրբ Հոգին։ Ես կարող եմ հույսս դնել ձեզ վրա։ Շատ շնորհակալություն։ Թող Տերը օրհնի ձեզ։